Այսօր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է նաև հայ վարորդների Ռուսաստանում մնալու սահմանափակման հարցը։ Նիստին Հայաստանից տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ պաշտոնական Երևանի ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում են խնդրի հրատապությունը եւ աշխատում լուծման ուղղությամբ։ Ռուսաստանում հիմա շրջանառվում է գործող օրենքում փոփոխություններ կատարելու մի նախագիծ։ Բողոքի ակցիաները դադարեցրած բեռնատարների վարորդները կառավարության այս կարճ հաղորդագրությունում չեն գտել իրենց հարցերի պատասխանները։ Շարունակում են պահանջել, որ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում մնալու 90 օրը կրկնապատկվի, հարցին լուծում չտալու դեպքում զգուշացնում նոր ակցիաների մասին։ Արտաքսման վտանգի առաջ կանգնած մարդիկ նախորդ շաբաթներին մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին արել, մինչև անգամ փակել էին Հայաստան մտնող սահմանային 3 անցակետերը։ Կառավարությունը մեզ խոսք տվել, որ իրանք ամսի 24-ին արդեն լուծում են տալու։ Մեզանից խնդրեցին, որ մենք ճանապարհները բացենք։ Այսօր 24-ն է, արդեն օրվա վերջա, մենք ոչ մի պատասխան չենք ստանում։ Ուրեմն մեր անհնազանդության ակցիաները նորից սկսվելու է, ու մենք նորից փակելու ենք այս անգամ ոչ միջպետական սահմանները, այլ բոլոր քաղաք մտնող ելնող ճանապարհները արգելափակելու ենք, կաթվածահարային անելու երկիրը։ Իսկ դուք ինչ պատասխան եք ակնկալում այսօր լսել։ Բեմ որ ասում էր լավ հույսեր ունենք, ասել են որ լավ է լինելու։ Ձեր պատկերացմամբ լավը ո՞րն էր։ Որ այսօր իրանք նիստից հետո չեղյալ էին անելու այդ օրենքը կամ ներքին կարգով ուկազ էին տալու իրանց ոստիկանությանը, որ չարգելափակել վարորդներին ֆորի։ Մենք չենք սպասելու, որ բոլոր Հայաստանի ֆորի վարորդներին դեպարտացիա անեն։ Այսօր նորից եւս 6 վարորդի դեպարտացիա են արել։ Եթե սենց մնա, ովքեր չեն գնա, չեն ընկնի դեպարտացիայի տակ, իսկ եկողները ով գալու է, հիմա ընկնելու են զապրետի տակ։